հայոց հոգևոր մայրաքաղաք Սուրբ Էջմիածնում եւ անդրադառնալով մեր այսօրվա թեմային, ցավոք պետք է նշեմ, որ մենք վերապրում ենք 451 թվականի ավարայրի ճակատամարտը, երբ որ փորձում էին դավանափոխանել հայ ազգին, նույնը կրկնվեց 1918 թվականին, երբ որ թուրքերը Սարդարապետի ճակատամարտով նույնպես ուզում էին ոչնչացնել հայ ժողովուրդը։ Ցավոք, այսօր մենք այս շեմին ենք կանգնած, կամ միասին կպայքարենք մեր հայրենիքի, մեր գոյատևության, մեր հավատքի, մեր եկեղեցու կողքին, կամ էլ չեմ ուզում ասեմ ինչ կլինի, որովհետև ես ներկայացնելով զինվորականների պահեստազորի, պետք է ասեմ, որ մենք իզուր չենք մարտնչել, պայքարել ազատագրական շարժմանը, մեր ընկերները առ-ոչինչ չեն զոհվել, ինչպես կողակիցն է ասում, եւ կրկնում ցավոք երկրապահ կամավորականների նախագահ կոչվածը, որ սա այս հեղափոխությունը ավելին է, քան թե ազատագրական շարժումը։ Դա ամենախայտարարությունն է մեր զինվորականների, ովքեր ողջ են մնացել, եւ այցելելով մեր եռաբլուրը, մենք մեր պարտքի զգացումն ենք ունենում, թե ինչ պետք է անենք, որ մեր զոհված երիտասարդ սերունդը, որ կորցրեցին ներկայիս ապիկար իշխանությունների շնորհիվ, որ եռաբլուրը դարձրեցին դրոշակների եւ շիրիմների մեծ սրբավայր մեզ բոլորիս համար, հիմա մենք չենք կարողանում ոտքի կանգնել, մենք այդքան թույլ չենք, որ չկանգնենք ոտքի, միասնական ուժերով չհաղթարենք այն դժվարությունները, որ պետք է ներկայիս առաջիկա ընտրություններում արտահերթ մեր դիրքորոշումը ցույց տանք։ Դրա համար ես կոչ եմ անում բոլոր մեր հայրենակիցներին, վաղաշաբաթ եւ խոյ համայնքի ընտրողներին, խոհեմությամբ, գիտակցաբար եւ ոչ թե հուզմունքների եւ կրքերին տրվելով մտածել ապագայի մասին իրականում ոչ թե անձնական կներեք փորի համար մտածելով, ստամոքսի մտածելակերպով, այլ ապագայի մասին մտածելով,